Մենք հիմա գտնվում ենք Նալբանդյան փողոցի վրա, ԱԱԾ-ի շենքն է, KGB-ի պատվալը, մի փոքր վերև Միքայել Նալբանդյանի արձանը։ Այս փողոցով անցնելիս դեռևս փոքր ժամանակից ինձ մոտ միշտ մշակութային շոկ է առաջացել, թե ոնց կարա լինի այն ժամանակ KGB էինք ինձ ասում։ KGB-ի հարևանությամբ ոնց կարա լինի ազատության պոետի, նշանավոր հեղափոխականի արձանը, գիտենք, որ Միքայել Նալբանդյանը մեծ հեղափոխական էր, ցարիզմի եւ ինքնակալության հակառակորդ է, եւ մի պատմություն կա, երբ որ Նալբանդյանը մահանում է, ցարական ոստիկանները խիստ հսկում են այդ թափորը եւ այնտեղ կանայք կային, որ ավանդույթի ուժով, երբ որ նշանավոր ինչ-որ տղամարդ էր մահանում, լացելով գոռում էին թագավոր, ցարիզմի այդ ոստիկանները կայսրության չեն հասկանում եւ սկսում են այտենց ուշադրությունը, հսկողությունը կոշտացնել եւ նշանավոր պատմաբան Աշոտ Հովհաննիսյանը մի հատ եզրակացություն է գրում, ասում է մեռած հեղափոխականը նույնիսկ մեռած շարունակում է մնալ հեղափոխական։ Հիմա տպավորությունը այնպեսին է, որ նույնիսկ քարացած հեղափոխականին այս շենքը հսկում է։ Ինչի համար եմ այս պատմությունը պատմում։ Բոլորը խոսում են, որ Հայաստանը ուզում է դառնա եվրոպական պետություն, բայց առանց ազատության գաղափարի Հայաստանը չի կարող լինել եվրոպական։ ԱԱԾ-ի, ոստիկանության, իրավապահ կառույցների այս բովանդակությամբ, KGB-ի պատվալով Հայաստանը չի կարող լինել եվրոպական։ Երբ որ 2018 թվականի հեղափոխությունը եղավ, մենք մտածում էինք, որ պետք է հասնենք նաև աշխարհայացքային փոփոխությունների, ու այս կառույցները այլևս չանվանենք ուժային կառույցներ, որտեղ դրանք ասոցացվում են բութ ուժի հետ, բիրտ ուժի հետ։ Բութ եւ բիրտ ուժի հետ, եւ սկսենք այս կառույցներին անվանել իրավապահ կառույցներ, բայց այդպես էլ Նիկոլ Փաշինյանի օրոք այս կառույցները չդադարեցին մնալ ուժային կառույցներ եւ չդարձան իրավապահ կառույցներ, որովհետեւ արդեն սկսեցին ծառայել Նիկոլ Փաշինյանի անձին, Նիկոլ Փաշինյանի պաշտամունքին, Նիկոլ Փաշինյանի կուլտին, սկսեցին հանուն Նիկոլ Փաշինյանի սատանաներ որսալ, հանուն Նիկոլ Փաշինյանի անմեղ մարդկանց, եպիսկոպոսների, հեղինակավոր մարդկանց լցնել բանտերը։ Այս տրամաբանությամբ մենք չենք կարող հասնել Եվրոպա եւ ընդհանրապես մեր բովանդակությունը կփտի։ Իհարկե մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը շատ լուրջ հարվածներ է հասցրել մեր պետականության հիմքերին, բայց ամենամեծ հարվածներից մեկը որն է իմ կարծիքով, երբ որ այս կառույցը, որին այս ժամանակին հարգանքով է վայելում, սկսեց գաղտնի փաստաթղթեր հրապարակել հանուն Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահի։ Հիշում ենք բոլորովին վերջերս Եզրա Սրբազանի հետ առնչվող, որ իբրև թե ՊԱԿ-ի գործակալը թուղթը հրապարակվեց, դրանից ոչ մի փոքր վաղ անցյալում ինչ-որ մեկի փեսայի ձեռքում էր հայտնվել Արարատ Միրզյանի գործակալ լինելու մասին թուղթը։ Սա ինչ-որ բան չի էլի, սա ուղիղ հարված է մեր պետականության սյուներին, որովհետև սա շատ կարևոր կառույց է։ Այս կառույցն է պաշտպանում մեզ արտաքին եւ ներքին մարտահրավերներից, երաշխավորում է սահմանադրական կարգը եւ ընդհանրապես ամեն ինչ։ Եվ հիմա այդ բնականաբար այս կառույցի արդյունավետ գործելու համար այս կառույցը պետք է ունենա լրտեսական ցանց, գործակալների ցանց։ Եվ հիմա հանուն Հայաստանի այլևս ոչ ոք չի ուզենա այս կառույցի հետ համագործակցի, որովհետև ինչ-որ մի օր, ինչ-որ մի խելահեղ առաջնորդի կմահաճույքով ինչ-որ մեկի ձեռքում, մամուլի ձեռքում կհայտնվեն գաղտնի փաստաթղթեր, մեկ ուրիշի փեսայի ձեռքին կհայտնվեն գաղտնի փաստաթղթեր։ Պետությունը չի կարող այսպես